Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատությամբ այս տարի ավելացել է ինչպես մահացության, այնպես էլ ծնելիության ցուցանիշը։ Ազգային վիճակագրական ծառայության Շիրակի մարզային գործակալությունում այս տարի գրանցել են բնական աճի ցուցանիշ, ինչով է պայմանավորված գրանցված մահերի բարձր ցուցանիշը։ Ըստ մասնագետների այս հարցի առնչությամբ դեռևս համապատասխան վերլուծություն չի կատարվել։ 2010 թվականի 6 ամիսների ընթացքում Շիրակի մարզի քաղաքացիական ակտերի գրանցման բաժիններից ստացված տվյալների արդյունքների հիման վրա ծնունդների թիվը գրանցվել է 1813, մահերի թիվը 1473, որի հետևանքով գրանցվել է բնական աճի ցուցանիշ 340 մարդով։ Նախորդ տարվա համեմատ ծնունդների թվաքանակը աճել է 11.2%-ով, իսկ մահերի թվաքանակը դարձյալ աճել է 5.6%-ով։ Գրանցված մահերի մեջ գերակշռում է 60 եւ ավելի բարձր տարիքային խումբը, որը կազմում է ընդհանուր մահացությունների 75.6%-ը, իսկ 19.8%-ը 30-ից մինչև 60 տարեկան տարիքային խմբերի մարդիկ են։ 1.9% է կազմում մինչև 1 տարեկան երեխաների մահվան ցուցանիշը եւ բժիշկները հավաստում են, որ այս թիվը նախորդ տարիների համեմատությամբ կիսով չափ նվազել է։ Մեծ նվաճումների հասել նաեւ նորածնային բուժումը, այսպես կոչված նեոնատալոգիան, եւ փաստորեն մոտարապես կիսով չափ իջել է մահացության տոկոսը, ինչպես ծննդաբերական ակտի հետ կապված, այնպես էլ հետծննդյան շրջանում կապված հիվանդությունների հետ։ Բժիշկները մեծ ուրախությամբ են խոսում ծնելիության բարձր ցուցանիշի մասին, ինչը ինչ-որ չափով պայմանավորված է նաեւ անվճար ծննդօգնության հետ։ Սա խթան էր, որպեսզի զուտ ելնելով սոցիալական պայմաններից հղիության եւ ծննդաբերության չափերը չկրճատվեն քաղաքացիների կողմից։ Ժամանակակից եւ ապարատուրան եւ տեղորայքը բավականին թանկ հաճույք են, եւ եթե պետական հոգացություն չլինի կամ այսօրվա եղածը կրկնակի նորից չավելանա, մեծ ակնկալիք ունենալ զարգացման եւ բուժման եւ սպասարկման զարգացման վրա, աճի տեմպերի վրա իհարկե կարելի է դեռևս կասկածել։ Այս տարի ավելացել է նաև վաղաժամ ծննդաբերությունների թիվը, ինչին մասնագետները տարբեր մեկնաբանություններ են տալիս։ Հիմնական պատճառը, ես ասեմ, դա էկոլոգիան է։ Հիմնական պատճառը վերաբերում է եւ շրջապատի էկոլոգիական վիճակին, եւ սննդի էկոլոգիական վիճակին, եւ ստրեսներին, ստրեսները ելնելով եւ սոցիալական պայմաններից, ստրեսները ավելացել են հատկապես կանանց մոտ, մանավանդ այն դեպքում, երբ չկա հիմնական աշխատանք տղամարդու համար եւ տան հոգսը հիմա կարծեք թե ավելի շատ ընկած է կնոջ վրա։ Սեռական ինֆեկցիոն հիվանդությունների թիվը թեև ավելացել է, սակայն դա վաղաժամ ծննդաբերությունների եւ նորածինների մահվան հիմնական պատճառ համարել չի կարելի, հավաստում են մասնագետները, եւ խորհուրդ տալիս կանանց հղիության շրջանում հետեւողականություն ցուցաբերել, հիմնականում խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, ստրեսներից եւ լավ սնվել։ Տիրույհ Ալեքսանյան, Տիգրան Կասաբյան, Gala News։